միացնենք։ Ուրեմն սա այս թեմա ֆլուտֆիլմ, նայեք իրանք տեղադրել են Սիլվերում, ու դա տեղադրել են, հա, բայց միջև էս էլի թեմաներ կա, որ ես, բայց սա մենք պրեֆիքսների գումար պատկերացում կա, չէ։ Այս երկու ցուցիչները բավականին հաճախ պետք է գալիս, երկուական փնտրումը ենթադրում եմ ինչ որ չափի գիտենք, փյուրիթիքյուն էլի կարևոր բան ա շատ պետք է գալիս, դե հիմա ես անցած դասին էլ ասել էի, որ պետք է ալիքի ալգորիթմը նայենք, դրա համար սա ենք նայում, ճիշտ է իրանք սա դրել են գրաֆների մեջ, բայց ես սովորաբար սկզբում ալիքի ալգորիթմ եմ պատմում, հետո նոր ստեղից սահուն անցում ենք անում գրաֆները, դրա համար ձեզ էլ այդ ճանապարհն եմ օգտագործում։ Հիմա ինչ բան է այս ալիքի ալգորիթմը, անգլերեն տեսա կոչվում է float fill, հա, float fill։ Մենք հայերեն երևի դա ռուսերենից է գալիս, որտեղ իրանք ասում են վալնովոյ ալգորիթմ, կարող է տեղից է, դե մեզ մոտ հիմա սովետի ժամանակվանից ահագին տերմիններ ռուսական բանից է եկել, տերմինաբանությունից, թեկուզ ռուսներն էլ շատ հաճախ իրանց լեզվով ասած կալկա են անում, այսինքն ոչ թե թարգմանում են ռուսական բառ են մտցնում, այլ ուղղակի վերցնում են անգլերեն բառը ռուսական հնչողությամբ, հա, ոնց որ կոմպյուտեր բառը իրանց մոտ այդպես է։ Այստեղ հիմա ներածություն են գրել այս ամերիկացիք, ուրեմն այս խնդիրները, այս ալիքի ալգորիթմը sense վանդակավոր դաշտում, այսինքն երկու չափանիշ զանգվածի մեջ է կատարվում, սովորաբար դա ինչ խնդիր ասենք լաբիրինթոսի խնդիրն է լուծում ալիքի ալգորիթմով, կամ մենք դրել ենք մեր օլիմպիադաներում հիմա դժվար աստղերի խնդիր, ինչ որ ամպերի խնդիր, այդպես բան, այսինքն մոտավորապես այս կարգի խնդիրներ, եկեք ստեղ մենք կվերադառնանք, ես հիմա մի հատ ստոպ տամ, ուղղակի գրատախտակը բերեմ, որ գրատախտակին մի երկու տենց խնդիր ասեմ, հետո կգնանք այնտեղի խնդիրները կնայենք։ Ահա, ասենք լաբիրինթոսի խնդիրը որն է, կամ չէ, եկեք սկզբում այդ ամպերի աստղերի խնդիրը, ամպերի աստղերի խնդիրը սենց է, ուզում եք ամպեր թե աստղեր, այս քանի օրը ամպոտ է եղանակը, ամպեր են, այսինքն սենց վանդակավոր ինչ որ դաշտ է տված, որտեղ երկու տեսակի սիմվոլներ կան, մաքուր երկինքը ենթադրենք կետերով է նշված, իսկ որտեղ որ ամպ է, այդտեղ թող վանդականիշեր լինի, այսինքն օրինակ ինչ որ մի հատ ամպ ստեղ է, ահա, ասենք մի ամպ էլ այստեղ է, այն մնացածը որտեղ վանդականիշ չկա, կետ է, ու ենթադրենք այս անկյունում էլ ինչ որ մի հատ ամպ կա, ամպը կարող է այսպես ձգվի, ինքը կամյական տեսք կարող ունենա, էլի, երկու տեսակի է լինում այս ընդհանուր, ոնց որ ամեն մեկը մի հատ կոմպոնենտ կարանք համարենք, այստեղ երեք հատ կոմպոնենտ կա, լինում է խնդիրներ, որ հիմա ես այստեղ մի հատ sense վանդակ էլի ներկեմ, այս վանդակը այս վանդակի հետ մի հատ ընդհանուր գագաթ ունի, ուրեմն պատահում են խնդիրներ, որ այդ դեպքում համարում է, որ սրանք իրար կապած է, իսկ պատահում են խնդիրներ, որ մենակ ընդհանուր կողմ պիտի լինի, որ իրար կապած լինի, իսկ եթե մի կետով է, ուրեմն դա համարում ենք, որ առանձին է, հա։ Հիմա դե ինչ խնդիրներ կարող են լինել այստեղ,
ասենք հաշվել ամպերի քանակը կամ հաշվել ամենամեծ ամպի մեծությունը, վանդակների քանակը, հա, sense իրար հարևան իրար կպած վանդակների քանակը։ Այս տեսակի խնդիրներ։ Իսկ լաբիրինթոսի խնդիրը, ինչի ես սկզբում տեղերով փոխեցի, որտեղ նա մի քիչ ավելի բարդ է հարցը, եթե ստեղ լաբիրինթոսի խնդրում են այս վանդականիշերը համարենք պատեր, կետերը համարենք ազատ տեղ, ու ինչ որ մի վանդակում ինչ որ մարդուկ կա, ու այս մարդուկը պետք է նայել ինքը տարբերակ ունի լաբիրինթոսից դուրս գալու, այդ մի խնդիր, կամ էլ եթե տարբերակ ունի, ապա գտնել դուրս գալու ամենակարճ ճանապարհը, հա, որը մի քիչ բարդացնում է խնդիրը։ Հիմա մենք նայենք սկզբի համար, ասենք սրանց այս կոմպոնենտների քանակը հաշվելու խնդիրը։ Դե ինչի է կոչվում ալիքի ալգորիթմ, ռուսական այդ ձևը, որ համարում ենք, որ այս վանդականիշներով տարածքը ջուր է լցված, ու մենք քար ենք գցում այդ ջրի մեջ, ինչ որ մի հատ վանդակի մեջ, ասենք եթե սենց նկարեմ, սենց վանդակներ, հա, ու այս վանդակի մեջ մենք քար ենք գցում, այս քարը ալիք է տալիս, ու հետո ալիքը տարածում է իր հարևան վանդակներին, մենակ կողերով էլ ընկնում հարևանությունը, հետո սրանից հաջորդ քայլին ալիքը տարածում է սրանց հարևան վանդակներին, չէ, ու այդպես միջև տարածելու տեղ կա, հա, այսինքն մի հատ վանդականիշը ոնց որ կամ ներկելով, եթե ասենք մի հատը ներկում ենք, ենթադրենք կապույտ գույնի, հետո իր հարևաններին, որոնք ներկված չեն, ներկում են կապույտ գույնի, հետո նրանց հարևաններին ներկում են կապույտ գույնի, եթե իրանք միջև այդ վանդականիշ չէին։ Հիմա եկեք երևի սրա վատ լուծումը ես մենակ բառերով ասեմ, կոդը չգրեմ, եղել է, որ ես կոդն էլ եմ գրել, որ այդ կապույտ գույն ներկելը ինչ է, ասենք մի հատ ուրիշ սիմվոլ ենք օգտագործում, ենթադրենք աստղանիշ ենք օգտագործում, հերթով անցնում ենք ձախից աջ կրկնակի ֆորցիկլով, անցնում ենք, հենց որ տեսնում ենք վանդականիշ, այս մի հատ վանդականիշը դարձնում ենք աստղանիշ ու ֆունկցիա ենք կանչում, որը մնացած գործը անում է, իսկ ինչ անում է այդ ֆունկցիան, ինքը անցնում է ամբողջ երկու չափանիշ զանգվածի վրայով, հենց տեսնում է մի հատ աստղանիշ, նայում է իր 4 հարևաներին, եթե կա, ու եթե այդ հարևաներում կա վանդականիշ, ապա այդ վանդականիշը դարձնում է աստղանիշ, ու մի հատ էլ ֆլագ ենք վերցնում, որ եթե գոնե մի հատ վանդականիշ դառել է աստղանիշ, ուրեմն process-ը մենք էլ ենք կրկնում, եթե չէ, ուրեմն ավարտեցինք, հա։ Սրա արագագործությունն է, սա դանդաղ լուծումն է, դրա համար չեմ ուզում իր կոդը գրել, ինչքան է, ուրեմն մենք եթե սա n-ի վրա է, համարենք այդպես քառակուսայինը, ուրեմն մենք պիտի n քառակուսի անցնենք, չէ, բոլոր վանդակների վրայով անցնում ենք, հետո հենց որ տեսնում ենք մի հատ վանդականիշ է, ուրեմն այդ ժամանակ կանչում ենք մեր ֆունկցիան, իսկ մեր ֆունկցիան ինչ է անում, ինքը անցնում է բոլորի վրայով ու հենց մի հատ աստղանիշ է տեսնում, նայում է իր հարևաններին, այսինքն ամեն անգամ ֆունկցիա կանչելը դա քառակուսային գործ է անում ինքը, բայց դա անում է ամեն վանդականիշ հանդիսացող սիմվոլի համար։ Հիմա վատագույն դեպքը այն կլինի, եթե միշտ որ ալգորիթմի արագագործություն են հաշվում, պետք է նայել վատագույն դեպքը, որտեղ թեստը
ծրագիրը պիտի time limit չտա, ամենավատ թեստի համար չէ։ Անվատագույն են կնի, եթե այս բոլոր այն քառակուսիները լցված են վանդականիշով, այդ դեպքում ամեն վանդականիշի համար մենք կանչում ենք այդ մեր ֆունկցիան, իսկ մեր ֆունկցիան իր բոլոր հարևաններին է նայելու, աստղանիշա սարքելու, հետո ամեն հարևանի համար էլի նայելու է բոլոր, այսինքն ինքը ամեն անգամ այն քառակուսի գործ է անում, ոնց որ թե ստացվում է այն 4 աստիճան, մենակ թե փոքր գործակցով, այս կարգի, եթե ես չեմ սխալվում։ Մի խոսքով սա ահավոր դանդաղա չենք նայում։ Հիմա արագ ասեմ, արագը դանդաղ ինչով է վատ, որ աստղանիշ ենք դնում, ասենք ես մեկը դրեցիք աստղանիշ, հետո իր հարևաններին, որ աստղանիշ ենք դնում, սա ենք դնելու աստղանիշ, հետո սա ենք սարքելու աստղանիշ, հետո նայելու ենք սրա հարևաններին, այս մեկին ենք սարքելու աստղանիշ եւ այս ներքևինն ենք սարքելու աստղանիշ, հետո այս մեկը եթե նայենք տակինն ենք սարքելու, այսինքն ամեն անգամ որ մենք մի հատ աստղանիշ ենք սարքում, մոռանում ենք թե որն ենք դարձրել աստղանիշ ու հաջորդ քայլին ամբողջ երկու չափանի զանգվածորով անցնում ենք, որպեսզի գտնենք աստղանիշները, ընդ որում բոլոր աստղանիշները նորից ենք ստուգելու ու այն աստղանիշը, որը հարևան ունի, որ վանդականիշ է, դրանք այդ հարևանները սարքել ենք վանդականիշ։ Այսինքն համ կրկնակի գործ ենք անում, բոլոր աստղանիշները ստուգում ենք։ Այն ինչ պետք է ստուգել մենակ նոր աստղանիշներին, համ էլ այդ աստղանիշները, որ մենք դարձնում ենք, նորից ստուգում ենք, նորից գտնում ենք իրանց։ Իսկ արագացնելու համար ահագին պարզ միտք կա, որը որ դարձրեցինք աստղանիշ, պետք է իրանց պահել։ Դե ո՞նց իրանց պահել։ Պահել իրանց կոորդինատները։ Այսինքն մեզ լրացուցիչ մի հատ հիշողություն ա պետք այդ աստղանիշների կոորդինատները պահելու համար։ Դե այդ լրացուցիչ հիշողությունը տարբերակներ կա։ Կարելի է վերցնել զանգված, կարելի է վերցնել վեկտոր, բայց պրակտիկայում ամենաշատ կիրառվողը հերթն է, Q-ն, ուրեմն պետք է հերթի մեջ պահեմ։ Հիմա ես այս օրինակի վրա բացատրեմ, հետո կոդը գրեմ։ Ուրեմն ենթադրենք համարակալումը սենց է, չէ, 0 1 2 3 4 5 6, ստեղ է 0 1 2 3 4 5 6։ Հիմա մեր ցիկլը գալիս է, տողերով շարժում ենք, գտանք առաջի աստղանիշը, իր կոորդինատը 0 2-ն է։ Ուրեմն հերթի մեջ գցում ենք 0 2-ը, այս մեր հերթն է։ Ուրեմն գցում ենք 0-ն ու 2-ը, գցեցինք։ Հետո հանում ենք հերթից ամեն անգամ դուրս է գալիս առաջի գցածը, հա, հիմա մի հատ ունենք, 0 2-ը դուրս է գալու ու մենք ունենք կոորդինատը, գիտենք, որ դա աստղանիշ է, նայելու ենք իր հարևաններին, մեր օրինակում մի հատ հարևան է 1 2-ը, ուրեմն սա հանելու ենք, փոխարենը հերթում գցելու ենք 1 2-ը ու աստղանիշ ենք սարքում միջև գցելը, հետո 1 2-ը հանում ենք, սա ուրեմն դուրս է գալիս ու հերթի մեջ մենք գցելու ենք երկու հարևան ունին, 1 3-ը եւ 2 2-ը, ուրեմն 1 3-ը եւ 2 2-ը գցեցինք հերթի մեջ ու աստղանիշ ենք սարքել։ Հաջորդ քայլին մեզ մոտ դուրս է գալու 1 3-ը, որտեղ հերթը հենց ինչի համար է հերթ կոչվում, որ հերթականությամբ 1 3-ը դուրս է գալու, ինքը ու նայելու ենք իր հարևաններին, որտեղ կա վանդականիշ, 2 3-ը կա վանդականիշ, մեզ ջնջում են, որ սա դուրս է եկել, 2 3-ն է գցվում, հետո դուրս է գալու 2 2-ը ու ինքը ունի սա աստղանիշ է դառել, 2 1-ը եւ 3 2-ն են մտնելու հերթի մեջ,
Սա դուրս է գալու, մտնելու է 2-1-ը եւ մտնելու է 3-2-ը։ Հա, դե սրանք էլ դառան աստղանիշ, ու քանի որ մենք այս անկյունագծովը ընդհանուր կետը չենք հաշվում, հետո սրանք ուղղակի դուրս են գալու, իրանց հարևանները չունեն հարևան, որ մնացել է վանդականիշ, ու դրանով կավարտվի։ Ըհը։ Ու ինչ ա ստացվում, սրա արագությունը, սա շատ արագ է դառնում, որովհետև մենք քանի քայլ ենք անում, եթե ինչ-որ մի հատ վանդակից սկսում ենք, հետո մենակ իրենց հարևաններին ենք նայում։ Հա, այսի նշանակում է, որ ուսավ սիրուն կլինի, որ ֆունկցիա որպես ձևակերպենք, կստացվի, որ գծային է ինքը, վանդակների քանակով է, գծային է, հա, շատ արագ է լինում։ Հետո մեր ֆունկցիան, որ ավարտում ենք մի կոմպոնենտ գտանք, ու դուրս կգա, որ եթե մեր խնդիրը կոմպոնենտների քանակը հաշվելն է, քանի անգամ որ մենք այս ֆունկցիան կանչենք, այդքան ուրեմն կոմպոնենտ կլինի, որտեղ ֆունկցիան կանչելու ենք, երբ որ վանդականիշ լինի, երբ որ տեսնենք վանդականիշ։ Այս բանին հետաքրքիր է, կան հարցեր, այս ինչ որ պատմեցի, ինձ թվում է բավականին մանրամասն պատմեցի, ոնց որ հարցեր չկան։ Հիմա այսպես անենք, հիմա գնանք այնտեղից տեսնենք ինչ խնդիրներ կա, ես այս ընդհանուրի կոդը չգրեմ էլի, ուղղակի այնտեղից նայենք խնդիրները, մի հատ խնդիր վերցնեմ ու դրա լուծումը գրեմ, որ լրիվ բարձ լինի։ Ստեղ ստոպ եմ տալիս ու նորից գնանք Յուսակո գայդը, էլ ես կորցրեցի, հա, ոնց որ սա է, ահա, դե, այս Յուսակո գայդում են դուք հետո կկարդաք, իրանք introduction ունեն, այդտեղ երկու հատ էլ հղում են տվել, գրականություն, գրքեր, որ կարելի է նայել, ու իրանք ինչի վրա են սա բացատրում, իրենց մոտ դե թվեր է, սիմվոլներ չի, ինչ որ 1, 2, 3 հա, այսի կնայեք, ես էլ կոդն էլ են ցույց տալիս, ինչ որ ես հիմա ուզում եմ պատմել, ու որպես օրինակ մի հատ խնդիր են վերցրել CSS-ից, ինչ որ սենյակներ հաշվելու խնդիր է, տեսա լուծացա, ուզում եք եթե դուք կնայեք, ես վերցնեմ ստեղի երևի այս առաջի խնդիրը, հա տեսնենք ինչ խնդիր է, տեսնեմ սա է հարմար, տեսեք մի հատ էլ code for CSS խնդիր կա, որը հենց maze, այսինքն լաբիրինթոսի խնդիր է, կարող է մի քիչ ուզում եմ կլասիկին շատ մոտիկ էլի խնդիր լինի, դրա համար թե որ չեմ հասցրել նախորոք նայել, եկեք այս երեք խնդիրներից տեսնեմ, վերնագրից ինձ թվում է այս մեկը պիտի ավելի մոտիկ լինի, որտեղ այս որ ասում է պարագիծ, ինչ որ հաշվել, դա մի քիչ վարիացիա է, էլի։ Ես մի հատ բացեմ այս մեկը, տեսնենք սա ինչ խնդիր է, թվերով է ինչ որ, ինքը հին խնդիր է 2014 թվի, միած կարդամ, ինչ որ բարձրություններ են այս թվերը, բարձրություններ են, ասում սա լեռնա դավակորդների համար է, իրանք պիտի վերևից ներքև սահեն, 4 ուղղություններով է,
այդ սահելու դժվարությունը ինքը դա գնահատում է D-ի մինիմալ արժեքը, երևի բարձրությունների տարբերությունն է, հա։ Այս օրինակում այս մեկերի զրոները ինչեր են, ինչ որ waypoint, հա, այդտեղից են սկսում, այսինքն այս մեկը համապատասխանում է այս 80-ին, էսի 5-ին, էս էլ էս 20-ին, հիմա ստեղ պատասխանը որն է, թե ես ինչ-որ սխալ եմ ասում, խնդիր են, սա մի քիչ հեռու է կլասիկից, կարող գնանք այդ CSS-ը երևի իրանք սա ընտրել են, որը ամենակլասիկն է, հələ մի հատ լավ եկեք CSS-ը բացենք, հա, այստեղ 3 տող է, սա վանդականի շերով է, եկեք սա նայենք, ուրեմն այստեղ ասում է, որ այս վանդականի շերը պետք է սենյակն հաշվել, վանդականիշները պատեր են, կետերով նշված են դատարկ տարածությունները, ասում է հաշվեք սենյակների քանակը, հիմա այստեղ պատասխանը 3 է, որտեղ մի սենյակը AS2 կետն են, AS2 կետը, հետո մյուս սենյակը S3 կետն են, չէ, հետո իջնում աներկև, այստեղ մի հատ սյուն ամնում սենյակի մեջտեղը, մեկ էլ այս տակի Ծախանքերում այդ երկու կետն էլ 3 սենյակ է, սա բավականին կլասիկ խնդիր է, ուղղակի ես այդտեղ ասում էի ամպեր են վանդականիշեր են, այստեղ հիմա ասում եմ սենյակներ են, այսինքն եթե այնտեղ պետք է ալիքը բաց թողնել վանդականիշների վրայով, այստեղ պետք է ալիքը կետերի վրայով բաց թողնել, ոնց որ սիմվոլներ տեղերը փոխելուց առանձնապես բան չի փոխվում, հիմա հիմա մի հատ միտք էլ լսեմ ու գնա կոդ գրելու։ Ամերիկյան այդ տարբերակը float fill-ը ինչի իմ կարծիքով ավելի գերադասել է ասոցիացիան էլի, ալիքը տեսանք ինչա։ Իսկ float fill-ը float նշանակում է հեղուկ, հա։ Float fill նշանակում է հեղուկ լցնել։ Այսինքն իրանց մոտ ասոցիացիան սենց է, ոնց որ ավելի սիրուն ասոցիացիա էլի, ալգորիթմին ավելի լավ համապատասխանում։ Ասում է այն վանդակը, որտեղից որ մենք ալիք ենք բաց թողնում, այսինքն համարում ենք, որ ստեղ ինչ որ ջրի աղբյուր կա, որ այս վանդակը ուստեղից անդադ ջուր է հոսում ու ջուրը, որ վանդակը լցվում է, հետո ինքը շարունակում է լցվել իր ընդհանուր իրան կող ունեցող հարևան վանդակների մեջ։ Այսինքն, եթե մենք համարենք, որ այդ ջուրը ժամանակի ամեն պահին մեկ վանդակ է լցնում, ստեղ ժամանակի առաջ պահին ստեղ մի հատ վանդակը կլցնի, հետո ինքը զուգահեռ կգնա 4 ուղղություններով, ու ստեղ երկուսն էլ դնեմ ժամանակի երկրորդ պահին այս 4-ն էլ լցված կլինի, ջուրը անդադ գալիս է հաստատուն արագությամբ ինքը լրիվ լցնում է, ու հետո ժամանակի երրորդ պահին բոլոր երկուսների հարևանները ընդհանուր կողմ ունեն, այդ բոլորը կդառնան երեքներ, երևի այնտեղ էլ իրանք sense թվերով են բացատրում, հետո այս երեքների կողքերը մենք 4-երը կարանք դնենք, sense 4-երը կարանք դնենք, հետո կանցնենք 5-երին, ու սա լուծում է լաբիրինթոսի կարճագույն ճանապարհը գտնելը, որովհետև եթե լաբիրինթոսի խնդիրն ենք լուծում,
ապա այս թվերը, որ դնում եք, սրանցից յուրաքանչյուրը ցույց է տալիս այդ վանդակի հեռավորությունը սկզբնական վանդակից, որտեղից որ ջուրը հոսում է։ Ուրեմն լաբիրինթոսի դեպքում մենք պիտի այս թվերը լցնենք մարդը, որտեղ որ կանգնած է իր վանդակից, ու հետո եթե ուզում ենք գտնել մինիմալ երկարությունը լաբիրինթոսից դուրս գալու մինիմալ ճանապարհի երկարությունը, պիտի սա այնքան շարունակենք, մինչև հասնենք եզրին, չէ՞, համարում ենք, որ եզրից է դուրս գալը լաբիրինթոսի։ Ու այդտեղ ինչ թիվ որ գրվեց, այդ եզրի մոտիկ այդ թիվը, դրանից էլ պիտի հանենք մեկ, որտեղ այս առաջի վանդակից սկսել է շարժումը, իրան չպիտի հաշվեմ քայլերի քանակը, ու դա կլինի պատասխանը։ Հիմա գնանք կոդը գրելուն, ունդեղ մի քանի տեխնիկական հարցեր կա, որ դրանց մասին են ասել։ Համար հիմա ես նորից ստոպ եմ տալիս, այսօր սենց է էլի լեկցիայի նման բան է, հետո վիդեոն որ գցեմ, վերնագիր էլ կդնեմ, պես գնացինք իմ Visual Studio, ինչ որ բան կա բացած, ես հակեմ, ահա, ու ուսակո գայդ եմ բացում, հենց սա ուսակո գայդ է, այս երեք վերջին անգամ, որ ինչ որ բան եմ բացատրել, հենց դες հետ որ դաս ենք արել, հետո, ուրեմն հանում եմ այս խնդիրը, փոխարենը CSS-ի այդ խնդիրը, որը կոչվում էր, տեսնեմ, counting rooms է ինքը կոչվում, դրա համար ճիշտ է, ես երևի սա լուծել եմ, դեռ լոգին չեղա, ֆայլ ենք ավելացնում, անունը դնենք rooms, ուրեմն մենք պիտի include անենք հերթից օգտվելու համար, որ առաջին անգամ է հանդիպում, որ չգիտեր մեջև հերթը ինչ բան է, պետք է include անել Q, սենց է գրվում, կարդացում է Q։ Հիմա այս Q-ն ոնց են օգտագործում։ Եթե ուզում ենք Q-ից օգտվել, լավ, եկեք ֆունկցիան գրեմ, թե main-ից գրեմ, եկեք լրիվ հերթով գրեմ էլի առաջ շտապելու։ Ուրեմն նախ սահմանենք գրագետ ձևով ինչքան է այս n-ի մաքսիմալ չափը, նայում այնտեղ 1000 է, բնավ վերցնենք 1001, հետո գլոբալ հայտարարում ենք, չէ, չարը, այդ սովորաբար ես դրանում դնում եմ grid նշանակում է վանդակավոր ցանց, ուրեմն n-ի վրա, n-ի վրա, հետո կոնկրետ այդ դաշտի չափերն են տված փոքրատառ n, ու հիմա ստեղ անենք մուտքագրում, սկզբում ներածում ենք n-ը, փոքրատառ n m-ը, հետո պիտի կարդանք n հատ տող, դա մի հատ ցիկլով ուղղակի գրում ենք sin grid i, ամեն sin-ը մի տող կարդալ է, հետո մենք պիտի ուղղակի անցնենք այս աղյուսակի վրայով, մի հատ էլ փոփոխական վերցնեմ, անուն դնեմ անց, սա պատասխանն է, որ սրա մեջ մենք հաշվում ենք, մեզ ասում է հաշվեք սենյակների քանակը, ուրեմն անցնում ենք ամբողջ մեր կարդացած այս գրիդի վրայով և ամեն անգամ, երբ որ grid i ժին դա կետ է, որտեղ սենյակները կետերն են, ուրեմն մենք կանչենք մեր ֆունկցիան, որի անունը դնենք float fill անգլերեն ձևով, իրան պիտի տանք կոորդինատները,
Ահա, ստեղ ձևով փակագից բացեմ, որտեղ քանի անգամ որ այս ֆունկցիան կանչվի, այդքան անգամ մենք սենյակ ենք գտնելու ու պատասխանը մեկով մեծանում է, վերջում տպում ենք այս պատասխանը, որտեղ մի հատ թիվ ազում ու ավարտվեց մեր mail-ը, ստեղ ուրիշ բան չկա։ Հիմա գնանք float fill-ը գրելու։ Ինքը void է, float fill։ Ունի երկու պարամետր, x-ով, y-ով նշանակեմ։ Սա այն սկզբնական վանդակն է, որից մենք պիտի սկսած ալիքը բաց թողնենք։ Հիմա մեր ալգորիթմը ասում է, ամենասկզբում դուք այդ վանդակը, որից ուզում եք ալիք բաց թողնել, այդտեղի նիշը փոխեք ուրիշ նիշով, որը չկա, չի հանդիպում, հնարավոր ես այդ թվերով եղանակը չեմ անում, էլի, որտեղ ստեղ կարճագույնի հարց չկա։ Ուրեմն grid x y-ը վերագրում ենք, ասենք, աստղանիշ։ Հաջորդ քայլը մենք պիտի սա գցենք հերթի մեջ։ Հիմա հերթը սենց են հայտարարում ընդհանրապես, գրում են q, հետո անկյունաձև հակագծերում տիպն են գրում։ Օրինակ կարող եմ սենց գրել q int cm q։ Այն ես հայտարարեցի հերթ, որի ամեն էլեմենտը int է։ Բայց պես խնդրում, ինձ պետք է հերթի մեջ գցել ոչ թե մի հատ թիվ ամեն անգամ, այլ կոորդինատները, չէ, թվազույգ։ Հիմա այս թվազույգը ոնց պիտի գցեմ հերթի մեջ։ Կա երեք տարբերակ։ Մեկը, եթե ես ոչ թե մի հատ q ինչ սահմանեմ, այլ երկու հատ q ինչ սահմանեմ, մեկը x կոորդինատների, մեկը y կոորդինատների համար, ու ամեն անգամ այդ կոորդինատները երկու թիվ գցեմ հերթի մեջ, մի տարբերակը դա է, հսա զումը կանջատվի ու 10 րոպե դասամիջոց։ Մյուս տարբերակը, եթե օգտագործենք pair, պատրաստի զույգ, այդպիսի գաղափար կա C++-ում, երրորդ տարբերակը, եթե մենք այդ x-y կոորդինատները միավորենք struct-ի մեջ, մի հատ struct սահմանենք, մեջը լինի երկու կոորդինատ x-y, ու մեր Q-ն սարքենք այտենց struct-ների Q։ Դե, այս երեք տարբերակից հլա ձեր կարծիքը, պատկերացրեցիք, չէ, ով կասի, որն է նախընտրելի։ Հարցը նորից կրկնեմ, ուրեմն հերթի մեջ պիտի գցենք թվազույգեր, այսինքն այս անկյունաձև փակագծերում մենք պիտի թվազույգ դնենք։ Կա երեք տարբերակ, մեկը երկու հատ հերթ սահմանել, մեկը x կոորդինատի, մեկը y կոորդինատի համար, տարբերակ 1, տարբերակ 2, օգտագործել պատրաստի pair-ը, C++-ում պատրաստի տիպը զույգի համար, ու մեկ էլ տարբերակ 3, struct սահմանել կոորդինատի համար, կոորդինատը struct-ով ներկայացնել, ու հետո struct-ների հերթ սահմանել, որ եղանակն եք ընտրում։ Ես երևի pair-ով կգրեի։ Լավ, ապրի Կատրինա, մի հատ արձագանք ստացանք։ Դե իրականում տարբերությունը դրանց մեջ չի։ Դե երկու հատ Q սահմանելը մի քիչ ոնց սիրուն չի, ուղղակի, թե չէ ոչ մի բան չենք շահում, չենք կորցնում։ Pair-ը համարում է սիրուն, նես չի որ կոդը դրանից կարճանում է, struct-ը մի քիչ անհարմար է նրանով, որ ամեն անգամ պետք է այդ struct տիպի, ասենք, code ենք դրել կոորդինատ,
պետք է այդ կոորդինատ տիպի փոքրական սահմանել ու ամեն անգամ այդ կոորդինատի x-ին վերագրել, x կոորդինատի y-ին վերագրել, այդ երկու թիվը գցել struct-ի մեջ, հետո նոր struct-ը ավելացնել հերթին։ Իսկ pair-ը այդ ամեն ինչը ոնց որ մի քիչ ավելի հեշտացնում է, դրա համար pair օգտագործենք։ Ուրեմն սահմանում ենք pair, գրում ասենց int, այսինքն զույգ, որի առաջի բաղադրիչն է int, երկրորդ բաղադրիչն է int, ընդհանանք p եմ դնում անունը, կարող ենք պետք է այս pair-ը։ Հիմա ստեղ ուզում ենք այս XY կոորդինատը, առաջի վանդակը, այս պարամետրերը XY-ը որ կան, դա գցենք հերթի մեջ։ Դե հերթի հետ կարելի անել, հիմա որ կետ եմ սեղմում, երևում է բոլոր գործողությունները, որ ես կարող եմ անել հերթի հետ, կա push, սա էլեմենտ ավելացնելու գործողությունն է, այս bug, emplace, սրանք հազվադեպ են օգտագործում, empty, որը դատարկաթե չէ, ֆրոնտը հերթի առաջի էլեմենտի արժեքն է ցույց տալիս, փոփը հանում է, առանձնացված է էլի, ֆրոնտը ցույց է տալիս չի հանում, փոփը հանում է ցույց չի տալիս։ Հա, դե push size-ը ուղղակի էլեմենտների քանակն է ցույց տալիս, ունդեղ ինչ որ swap էլ կա։ Հիմնականը 4 գործողություն է, push-ը, pop-ը, empty-ն front-ը։ Ու ստեղ մենք երևի բոլորն էլ օգտագործել ենք այդ 4-ը, ուրեմն անում ենք push, էլեմենտ ավելացնել։ Զույգ պիտի կազմենք x-ից y-ից, դրա համար կա պատրաստի ֆունկցիա, կոչվում է պատրաստել զույգ, make pair xy, այսինքն այս xy-ը գցեցինք հերթի մեջ։ Հետո մեզ մոտ գալիս է, հա, ես ինչի է տակը կարմիր, որովհետև ստեղ ես պիտի գրեի տիպը ոչ թե int, այլ pair, int, սենց պիտի գրեի։ Ստեղ մի հատ նոր պահ կա, տեսեք ես մեխանիկորեն ձեռս գնաց ստեղ պրոբել խփեցի, ես երկու փակող փակագծերի արանքը։ Այս մի փակող փակագիծը այս pair-ի նկարագրությունն է, հա, այսքանը դառնում է Q-ի մի հատ էլեմենտ, այս երկրորդ փակող փակագիծը Q-ի փակողն է։ Հիմա երբ որ այս պրոբելը չի լինում, ստացվում է, որ երկու հատ մեծի նշանը դա այն նույնն է, ինչ որ sin-ի ժամանակ չէ, այդ նշանը ինքը համել բիթային գործողություն է, մեկով տեղաշարժ դեպի աջ։ Հին կոմպիլյատորներում, եթե այս պրոբելը չէր լինում, error էր համարվում։ Այս նոր կոմպիլյատորներում, եթե նույնիսկ ես սենց իրար հետևից գրեմ, ապա սա error չի համարվում, կոմպիլյատորը հասկանում է, որ սա ոնց որ ներդրված տիպեր են։ Ես սովորություն ունեմ ստեղ պրոբել դնել։ Հիմա սրանց հետո ասում ենք, քանի դեռ հերթը դատարկ չի, while not Q empty։ Ինչ ենք անում։ Անում ենք հերթից առաջինին։ Սկզբում վերցնում ենք, P-ին վերագրում ենք Q-ի ֆրոնտը, առաջինը, սա մեզ տալիս է, բայց չի հանում, հետո մի հատ էլ անում ենք Q pop։ Տեսեք իրար հետևից հերթի հետ քանի գործողություն, քան դեռ դատարկ չի, վերցնել առաջինը, հանել հերթից։ Հիմա որ հանեցինք, ուրեմն ինչ որ մի հատ կոորդինատներ ունենք, պարզության համար վերցնենք x-ին, վերագրենք xy արդեն մեզ մոտ ազատ է, p-ի առաջի կոմպոնենտը first է կոչվում, երկրորդ կոմպոնենտը p-ի second։ Վերագրեցի այս ուղղակի կարճության համար, որ մի հատ xy գրեմ էլի, չէ կարող է ես վերագրումը չանել, p-get first, p-get second օգտագործել, բայց դա երկար է։ Հիմա ինչ ենք անում այս XY-ի հետ, իրա մեջ այս XY վանդակում աստղանիշ է դրած։
Ուղղակի պիտի նայենք իր այդ 4 հարևաններին եւ եթե այդ 4 հարևանների մեջ լինի հարևան, քանի հատ հարևան որ լինի, որ կետ է, մենք պիտի այդ կետը դարձնենք աստղանիշ ու դա գցենք հերթի մեջ։ Էսա մեր ալգորիթմը։ Հիմա այդ նայել է այդ 4 հարևանները, ես սովորություն ունեմ դա նայել ժամսլաքի ուղղությամբ, այսինքն սկզբում վերևինը, հետո աչը, հետո ներքևինը, հետո ձախը։ Ուրեմն նայում ենք վերևինը, 4 հատ if պիտի գրենք, եթե վերև կա, այսինքն հանկարծ այդ երկու չափանից զանգվածի սահմաններից դուրս չգան, այսինքն x-1-ը մեծ է կամ հավասար 0-ից, վերևինը դա x-1 y-ն է, և եթե այդ վերևի վանդակում կետ է դրված, այսինքն grid x-1 y-ը հավասար է կետ։ Եթե այս երկու պայմանը տեղի ունի, ուրեմն մենք անում ենք երկու գործողություն։ Նախ այդտեղ սարքում ենք աստղանիշ, երկրորդը այս x-1 y-ը գցում ենք հերթի մեջ, այսինքն էլի push make pair x-1 y, այս մի հատ if-ը գրեցինք։ Մարդիկ կան, որ մի հատ if որ գրում են, հետո copy paste են անում, որ հետո մենակ նման կոդ է, բայց տարբերություն կա, հետո տարբերությունները, բայց ես այդպես չեմ անում ու ձեզ խորհուրդ չեմ տալիս։ Հիմա նայում ենք աչը դա xy plus 1-ն է, ուրեմն քան դեռ մենք դուրս չենք եկել սահմաններից, ոչ թե զանգվածի, այլ մեր գրիդի, իսկ մեր գրիդը NM-ի վրա է, չէ՞։ Ուրեմն քանի դեռ y plus 1-ը փոքր է m-ից եւ այդտեղ կետ է, այսինքն grid x y plus 1-ը հավասար է կետ։ Եթե այս երկու պայմանը տեղի ունի, ուրեմն այդ x plus 1 x y plus 1-ը վերագրում ենք աստղանիշ ու հետո անում ենք q push make pair x y plus 1, այսօր գրեցի։ Հիմա երրորդ if-ը ներքևը դա x plus 1-ն է y-ով, ուրեմն եթե x plus 1-ը դուրս չի եկել սահմաններից, փոքր է n-ից, եւ x plus 1 y-երորդ տեղում կետ է, ուրեմն դարձնում ենք աստղանիշ ու գցում ենք այդտենց copy-paste անելու փոխարեն պետք է մի քիչ պարապել տեքստը արագ հավաքելու համար։ y-1-ը, որ դուրս չգա սահմաններից մեծական հավասար 0-ից եւ այդ x y-1 երրորդ տեղում հավասար է կետ ու էլի այդ երկու բանը։ Այսի շատ սիրուն ու հիշվող բան է, թեկուզ հեսա որ վերջացնեմ, ցույց կտամ նաև սրա տարբերակները, ուրիշ ինչ ձևով կարելի է գրել, աստղանիշ, push make pair x y minus 1, այսքանն է։ Հիմա մի հատ սա բիլդ ենք անում ու մի հատ սա աշխատացնենք իրանց օրինակի վրա, ես են 5-8 չափի
իրանց օրինակը copy եմ անում, այստեղ control F-ին աշխատացնում եմ, test եմ անում, ինչ որ լավ copy չարեցի, նորից գնամ copy անեմ, այդ առումով CodeForce-ն է լավ, այնտեղ օրինակների համար copy անելու համար կողքը կոճակ կա, պետք է որ select անել, այլ այդ կոճակը ընտրել, ինձ մոտ ճիշտ աշխատեց, տպեց 3։ Եկեք ես ժամանակ չկորցնեմ սրա ուղարկելը, որտեղ ես մեկա երևի CSS-ում լուծել եմ այդ խնդիրները, այս խնդիրը լուծել եմ ըստ երևույթին։ Հիմա ասեմ, թե այս կոդում ինչ փոփոխություն կարելի անել, մի քիչ ավելի սիրունացնել։ Դստեղ մեզ համար մի քիչ տհաճ էր այս if-երը գրելը, 4 հատ if գրեցինք, սա դեռ ոչինչ, եթե պատահում է, որ անկյունագծով էլ թույլատրվում է, անկյունագծով այդ վանդակն էլ է համարվում հարևան, այդ դեպքում մենք 4 հատ if-ի տեղը սենց պիտի 8 հատ if գրենք, որը համ ձանձրալի է, համ էլ նույնիսկ եթե copy paste չենք անում, սխալվելու հավանականությունը բավականին մեծանում է։ Դրա համար սենց բան կարող ենք անել։ Ուրեմն այս բոլոր վանդակները, որոնք մենք ստուգում ենք, իրանք XY վանդակից, այն սկզբնական վանդակից, իրանք տարբերվում են։ Մի հատ հանած, մի հատ գումարած, չէ, կամ ոչ հանած, ոչ գումարած։ Սահմանում ենք դրա համար այդ հարաբերական ոնց որ կոորդինատները ինչով են տարբերվում այդ XY-ից, երկու հատ զանգված ենք սահմանում, ես սովորություն ունեմ ոնց որ դելտա X, դելտա Y է, էլի դա, այսինքն մի քիչ մաթեմատիկական բան, մեկի անուն դնենք dx, ու այս դեպքում ինձ մոտ կլինի 4 երկարություն, իսկ եթե անկյունագծով է լինի, կլինի 8 երկարություն։ Այս dx-ը կլցնենք, հեսա 4 հատվով, ու մեկ էլ սահմանենք dy, այս է 4 երկարությունը։ Հիմա հերթով լցնենք, ուրեմն վերևինը x-ը -1 էր, y-ը 0, ուրեմն ստեղ -1, ստեղ 0, հետո մենք աճ գնացինք, որ աճ գնացինք, x-ը 0 է, y-ը 1 է, հետո ներքև իջանք, ներքևում x-ը դարավ 1, y-ը դարավ 0, հետո գնացինք ձախ, ձախում y-ը դարավ -1, x-ը դարավ 0, այս 4 արժեքները լցրեցինք, ու հիմա այս 4 հատ if-ի փոխարեն, հիմա ջնջում եմ այս 4 հատ if-ը, սրա փոխարեն մի հատ for cycle են գրում, որը 4 հարևանների վրայով անցնում է, ու պարզապես այդ պիտի dx, dy-ը գումարի xy-ին, ուրեմն ստեղ գրում ենք մի հատ 4 երկարության ցիկա, in փոքր 4-ից y++, իջում էի ես ստեղ, ու հիմա եկեք նույնիսկ ստեղ երկու հատ փոփոխական սահմանեմ, նոր x, նոր y, որպեսզի նույն գործողությունը շատ չգրեմ, ուրեմն նոր x-ը դա x-ին գումարած d դելտա x 9-ը, նոր y-ը դա y-ին գումարած դելտա y 9-ը, կոորդինատներն են, ու հիմա մի հատ if են գրում, ու պիտի նայենք այդ նոր x, նոր y-ը, որ սահմաններում լինի, grid-ի, ու եթե այդտեղ կետ է, ուրեմն մենք մեր այն երկու գործողությունը անում ենք։ Մենակ թե այս if-ը մի քիչ երկար է ստացվում։ Եթե նոր x-ը մեծ է կամ անցա 0-ից եւ նոր x-ը խիստ փոքր է n-ից եւ նոր y-ը մեծ է կամ անցա 0-ից եւ նոր y-ը փոքր է m-ից եւ grid-ի նոր x
նոր y վանդակում գրված է կետ, եթե այս բոլոր պայմանները տեղի ունեն, ուրեմն այդ գրիդի այդ կետը դարձնում ենք աստղանիշ, ահա, ու դա գցում ենք հերթի մեջ, այսինքն հերթը push make page նոր x նոր y, սա շատ ավելի նախընտրելի կոդ է, քան թե այն մեկը, որ գրել էի, որովհետև մի հատ if են գրում ու համ մի քիչ ինձ թվում է կարճանում է կոդը, մանավանդ եթե 8 հատ if պիտի գրեինք, համ էլ մի հատ if-ա ու ստեղ սխալվելու հավանականությունը շատ ավելի փոքր է, աշխատող կոդ կստանանք։ Ես հիմա ամեն դեպքում մի հատ build անեմ ու մի հատ այն օրինակը աշխատացնեմ, համոզեմ, որ 3-ը ստանում եմ, որ դա սա ճիշտ է։ Դե ուրիշ այս թեմայով ինչ կարելի է ասել։ Ինչով է տարբերվելու, հա, մեկ էլ այն, հա, մի բան էլ ունեմ ասելու, ճիշտ է։ Այս նույն խնդիրը, երբ որ այն մեկերով, երկուսներով, երեքներով լրացնելու, այսինքն տենց լաբիրինթոսի խնդիրը չի, կարճագույն հեռավորություն բան չի, ապա կարելի է խնդիրը լուծել ռեկուրսիայի միջոցով։ Ռեկուրսիան հարմար է ինչով, որ հերթ բան օգտագործելու կարիք չկա, ու եթե դուք տիրապետում եք ռեկուրսիային, ապա կոդը որպես կանոն ավելի կարճ է ստացվում։ Հիմա ես տակը գրեմ մի հատ ուրիշ ֆունկցիա, անունը կդնեմ floatfill 2 կամ recursive floatfill, ուրեմն անունը դնում եմ recursive ff, recursive floatfill, որ երկար չի գրում։ Ինքը պիտի ունենա երկու հատ պարամետր x, y-ը։ Ստեղ ուղղակի կամ ամբողջ չգրեմ իդեան ասեմ, կամ S եղանակով, կամ N եղանակով, կամ 4 հատ if-ով, կամ այս for ցիկլով պիտի դեպքերը նայենք ու ռեկուրսիվ կանչանենք ուղղակի։ Օրինակ այսպես, գրում ենք grid x y-ը վերագրած աստղանիշ, որտեղ մենք գիտենք, որ այս վանդակում կետ էր, հիմա պիտի իր բոլոր հարևաններին նայենք ու եթե կետ է, դարձնենք, եթե կետ է, ռեկուրսիվ կանչանենք ուղղակի։ Ինքը կգնա այդ ուղղությամբ մի քիչ կետերը աստղանիշները դարձնելու հերթականությունն է փոխվում, մի քիչ տարբերվում է, բայց հազվադեպ պատահում խնդիրներ, որտեղ այդ հերթականությունը կարևոր լինի։ Հիմա մի հատ if-ը գրեմ, մյուսները ինձ թվում է պարզ կլինի, էլի։ Օրինակ, եթե ասենք վերևը x-1 x-1-ը մեծ է կամ հավասար 0-ից եւ grid x-1 y-ը հավասար է կետ, ասես մի հատ պայման ենք ստուգում, ու եթե այս պայմանը տեղի ունի, ասում ենք recursive floatfill x-1 y։ Մի հատ if-ը գրեցի, դե մյուս եղանակն էլ կաշխատի, դելտաներով եղանակը։ Դելտաներով եղանակը ես նույնիսկ կարող եմ վերևից այս մի բանը լավ copy-paste-ով անեմ, ստեղ մի հատ i հայտարարենք, ու հետո ես վերևից պիտի վերցնեմ այս for ցիկլը, ու բերեմ տեղադրեմ այստեղ։ Ուրեմն ցիկլով գնում ենք, այս նոր x, նոր y-ն է մեզ պետք, նոր x, նոր y-ը, ու եթե այս բոլոր պայմանները տեղի ունի, այս երկու տող ջնջում եմ,
ու ասում եմ ռեկուրսիվ ֆլոթի XY, այսքան է, այս էլ հիմա նայեք, որ համատենք տարբերությունը, տեսեք, այս ֆլուքս ֆիլը ոչ ռեկուրսիվ է հերթի միջոցով, քանի տող գրեցի, ստեղ մի հատ ավելորդ տող ունեն, մի 20 տող, հա, 20-21 տող, իսկ այս մեկը դարավ 10 տող, երկու անգամ ավելի կարճ է ռեկուրսիվ եղանակը, բայց եթե մեզ պետք է ոչ թե պարզապես փաստորեն այդ ամպերի քանակը հաշվել, սենյակների քանակը հաշվել, այլ պետք է լաբիրինթոսի խնդիր ենք լուծում կարճագույնը գտնել, կարճագույն հեռավորությունը, ապա ռեկուրսիան այստեղ չի օգնում, կամ լավ, մի քիչ զգուշացնեմ, ռեկուրսիան դա բավականին բարդ է, իսկ ստեղ հերթի միջոցով դա բավականին պարզեցնում է, շատ ավելի հեշտ է դա անելը, ինչ է փոխվելու, ուղղակի այդ դեպքում մենք գրիդը պիտի գրիդի հետ մեկտեղ պիտի մի հատ էլ int տիպի երկու չափանի զանգված վերցնենք ու այն մեկերը երկուսներ այդ թվերը լցնենք այդ երկու չափանի զանգվածում, ինչի, որովհետև կոնկրետ այս խնդիրը օրինակ 1000-ի վրա է, իսկ եթե գրիդում դա անենք, այնտեղ չար է տիպը, ապա մենք չարով ամենաշատը 256 սիմվոլ արժեք կարանք օգտագործենք, որը քիչ է, չի հերիքելու, պարզապես, հա, դրա համար այդ երկրորդ եղան, այդ դեպքում պետք է այդ լցնելը, այդ ալիքի տարածվելը, այդ ֆլուտ ֆիլը պիտի արվի int տիպի մի հատ երկրորդ զանգվածի վրա։ Դե այնտեղ կարելի է ընդհանրապես այդտեղ կարելի է չար տիպի այդ գրիդը թողնել անփոփոխ, ստեղ մենք ասում ենք, եթե կետա սարքել վանդականից չէ, եթե դա անփոփոխ ենք թողնում, ապա այնտեղ էլ պիտի ասենք, եթե կետ է այստեղ, ու մեր int տիպի զանգվածը եթե 0 է, նշանակում է դեռ ալիքը չի հասել ու դրան պետք է նոր արժեք տալ։ Հիմա այս պայն հետաքրքիր է, հարցեր կան։ Նա տեսնեմ ինձ քանի հոգի ա լսում։ Նա լսում, Հայկ Հակոբյան, Կատրինա կա, Ալեքսը կա, էլի մարդ կա, Այֆելնա եկա, Դավիթն է եկել, լավ, դե եթե հարցեր չկան, այդ դեպքում մի հատ գնանք Յուսակոգայ դնային, ես ես County Grumsi վրա բացատրեցի, ու ստեղ լավ կնի, որ դուք աշխատեք գոնե այս իզիները արժե սկզբում անել, հետո նորմալ տեսեք աստղանշով իրան քանի հատ բան են նշել, խնդիր են նշել, ու սրան զուգահեռ ես մի հատ էլ կարող եմ նայել մեր հանրապետական օլիմպիադաներում մի խնդիրը ես այս պայն հիշում եմ կոչում է աթոռների խնդիրը, կարելի է նայել մեզ մոտ ինչ խնդիրներ կա, առաջադրանք կկազմեմ, ես ուղղակի իմ մակնիկը կպավ, այս աստղանիշով խնդիրը հրանային օրինակ ես իմացա ինչ պերիմետր է, սա հայերենը կա թե չկա, սա հայերենը չկա, ես այդ ամերիկացի կոլեգայի հետ պայմանավորվել եմ, որ հիմա որ էլ պրծել են օլիմպիադաները այս Յուսակոյի,
եթե ես ուղարկեմ իրան խնդիրներ, թարգմանություններ, ապա ինքը կավելացնի այստեղ, ու ես գտնում եմ երևի իմաստ ունի, այսինքն էս էլ է հետաքրքիր հարց, պետք է լեզուն իմանալ, բայց ես այն օրը փոքրերի հետ որ դասարեցի, զարմացա, իրանք փաստորեն ստացվում է ինչ ոչ անգլերեն գիտեն, ոչ ռուսերեն, եկեք ես միան ռիքարդը անջատեմ էլի, հետո ասեմ,